Հետո մեկ լնում է, որ թիրախին չես կպնում ու բիզնեսում էլ է տենց, միշտ քո նպատակը քո թիրախը ունենում ես, բայց լինում է, որ վրիպում ես, բնականաբար դա հերթական փորձելով հասնում ես քո արդյունքի ու նույն ձևի տենց փորձում ենք ու հասկանում ենք ինչքան պետք է փորձենք, որ ստացվի։ Դե ինչ ճիշտ ժամանակն է, գնանք մեր օֆիս, թիմը սպասում է։ Անդրեյը Ռուսաստանից է վերադարձել։ Հիմա բիզնեսը, տունը, գործարար եւ ընկերային կապերը, ամեն ինչ այստեղ է։ BS Cosmo, այսպես է կոչվում Անդրեյ Հայրյանի ընկերությունը։ Գաղափարը ծնվեց այն հարցով, թե ուր է գնում բիզնես աշխարհը։ Երբ արդեն պատասխանը հայտնի էր, Անդրեյը որոշեց ստեղծել մի էկոհամակարգ, որտեղ տարբեր բիզնեսներ կմիավորվեն, ունենան միմյանց հետ համագործակցելու հնարավորություններ եւ տարբեր ուղղություններով զարգանալու կայուն միջավայր։ Այս գաղափարի իրականացման եւ զարգացման փուլը սկսվեց 2023-ին, երբ Անդրեյը մասնակցեց ներուժ ծրագրին։ Մենք ներուժ ծրագրին 2023 թվականին մասնակցել ենք հենց BS Cosmo մարքետով, բայց դրանից հետո շատ արագ տեմպերով զարգացրել ենք մեր բիզնեսը եւ դարձել ենք էկոհամակարգ, որի մեջ պարունակում է մեր բիզնես համայնքը, BS Cosmo մարքետը, BS Cosmo կրիպտոն, BS Cosmo տոկենը եւ BS Cosmo IT-ին բիզնեսի ավտոմատացում։ Շարունակեցի, չսահմանափակվեցի հենց ներուժ ծրագրի պիչը, սկսեցի տարբեր տեղի պիչ անել, իմ շրջապատում, տարբեր ոլորտներում, տարբեր միջավայրերում ու այս պահին արդեն ունենք BS Cosmo-ով 5 երկրում 26 բաժնետեր։ Մենք փորձում ենք բիզնեսի խնդիրը լուծել մեր համայնքով։ Երբ որ լուծում ենք մեր խնդիրը, մենք իրանց համար ստեղծում ենք այդ հարթակը ու ստեղծել ենք, որը իրականացնում ենք այդ իրար մեջ շրջանառությունը։ Նախքան այսպիսի մեծ թիմ ձևավորելը եւ այս արդյունքին հասնելը, Անդրեյը երկար ճանապարհ է անցել։ Ներուժը նրա կյանք եկավ ուղենշելու այն քայլերը, որոնք ավելի արագ կմոտեցնեին գաղափարի իրականացմանը։ Եվ հենց այդ ժամանակ միջազգային մասնագետների հետ աշխատելուց եւ ստարտափային միջավայրում հմտանալուց հետո Անդրեյը կարողացավ դիրքավորել իր ստարտափը բիզնեսի միջավայրում։ Արդյունքը, որ մենք այսօր գրանցել ենք շատ կարճ ժամանակահատվածում, դա բնականաբար մեր գործընկերների, մեր ներդրողների շնորհիվ է, իսկ այդ ներդրողներն էլ ոնց որ իմ այդ հմտությունը, որը ես ձեռք եմ բերել նաև ներուժ ծրագրում, բավականի օգնել է այդ ամեն ինչին հասնել, ու այսօր մեր կետը, մեր այսօր արդյունքը շնորհիվ այդ ամեն ինչին է։ Ունենալով նմանատիպ հնարավորություն, որ կարող են մասնակցել ու ներուժ ծրագրի ինքը ամբողջությամբ ֆինանսավորում է համ թռիչքը, համ մնալը, համ մասնակցել է ծրագրին, դա շատ մեծ հնարավորություն է հենց այդ մարդկանց, նաև ով որ չունի հնարավորություն գալ Հայաստան, բարեկամ չունի ստե կամ ինչ որ հարցեր կա, որ ուղղակի ֆիզիկապես չի ստացվում։ Երկրորդը դա Հայաստանը, ամենամեծ Երևանը, կարանք նշենք, որ ինքը օֆիս է բոլոր հայերի համար, այսինքն ստե շատ արագ նետվորքինգ կարաս կազմակերպես տարբեր աշխարհի կետերի հայերի հետ։ Ու ինչ որ կտայի հենց այն մարդկանց, ով որ ունի լավ հետաքրքիր ստարտափ, հավատում է իր ստարտափին, բնականաբար գրանցվել, փորձել մասնակցել ու մաքսիմալ ժամանակ տրամադրել եւ կենտրոնանալ հենց այդ ծրագրի մասնակցության վրա, հաստատ լավ կապեր կունենաք, լավ մենտորներ են ծրագրում մասնակցում, շատ բարձր մակարդակով ամեն ինչը կազմակերպված է, վստահ եմ, որ գոհ կլինեք եւ մենք էլ որպես արդեն անցած այդ փուլը նույն ձևի կարանք ինչ-որ խորհուրդներով ձեզ աջակցենք։ Ներուժ ծրագրի 6-րդ շրջափուլը մոտ է, իսկ երբ այն սկսվելու։ Ներուժ 6-ի հայտերի ընդունումն արդեն սկսվել է։ Դիմելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է։ Ամփոփիչ միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից 28-ը։ Հակոբ Գարակյոզյանն է, Քուվեյթից։
Երբ առաջին անգամ եկավ Հայաստան, ստարտափ հիմնելու միտքը դեռ սարերի հետևում էր։ Տարիներ անց, ներուժից հետո այն իրականություն է։ Մեր գազագերության անունը տվեցին։ Ես եւ եղբայրս իրար նայելով չհավատացինք։ Սարով իրավ, դե մենք սխալ ենք լսել։ Չհասա ճիշտ է, գնանք։ Շատ հաճելի բարիկյան մներ։ Միշտ այս ծրագիրը, որ ես ստեղ տեղավորվեմ, ես եւ ամայնատիպ եղբայրս Սեփ միասին միշտ հետաձգվել է այս ծրագիրը։ Երբ 2024-ի ներուժը մեզ հրավիրեց, մենք ասացինք շատ լավ, ամենակիչ արդյունքը, որ մենք կարող ենք ստանալ, որ լավ գաբակցություններ ունենանք, անձերու ծանոթանանք եւ այսպես։ Բայց ճիշտ ասենք շահելով գաղափարի փուլի երկրորդը եւ ստանալով 10 միլիոն դրամ դրամաշնոր, մեզ համար շատ մեծ խնդիրներ լուծեց տեղափոխման ընթացքում։ Ընկերությունը հիմնելու հաշվապահության, ճիշտ ասենք հաշվապահ ստիպեցանք մեզ մոտ ունենալու, շատ նորմալ էր մեզ համար, ուրեմն չստիպեցանք ֆինանսավորել այս գետը մեր անձնական միջոցներով։ Նաև մի քանի տեխնոլոգիական գնումներ ստիպեցանք, որ ինչ-որ շուտով մեզ պատճառեցին 2-3 ամսվա ընթացքին այսպես տեղավորվենք եւ սկսենք աշխատելու։ Առանց ներուժի այդ բանը հնարավոր չի լինելու։ Հակոբը հիմնել է Sharper Software ստարտափը, որի գաղափարի հիմքում մարդկանց անվտանգության ապահովումն է։ Առաջիկայում ստեղծվող հավելվածն աշխատելու է արհեստական բանականության գործիքներով, որոնք կօգնեն ավելի օպերատիվ արձանագրել, վերլուծել եւ կանխել տարբեր խնդրահարույց իրավիճակներ։ Մենք ասացինք ճիշտ ժամանակն է այսպիսի տեխնոլոգիաներ օգտագործել, այս հարթակը կիրառելի է հիվանդանոցներում, ոչ միայն այս ֆաբրիկաներու, որ կարամ ասել անձնական վնասի պոտենցիալ ավելի բարձր է։ Ներուժի ընթացքում մի հատ հարցում հարցվանք, թե ես կարող եմ այս ձեր հարթակը գործածել, օրինակ համայնքին դրամատրել եւ որևէ մի անձ տեսներ ճամփում մեջտեղ մի ավտոմեքենա ձուր կամ սխալ կայաներ է, շուտով նկարե եւ ուղարկե ոստիկանության, ասացին այո, բայց մի քիչ ապակայում։ Այդ ստարտափները, որոնք կփապակին ներդրումներ բերել, ինվեստորներ բերել, թե Հայաստանից կամ արտասահմանից, փորձառություն որ ունենան ներուժի մեջ, իրենց համար մեծ քայլ առջև է, ոչ թե միայն իրենց կապակցությունները, բայց այսպես ասացի, սովորելով եւ բարելավելով իրենց այս ներկայացումը։ Միայն ստարտափը չէ, որ Հակոբ Գարակյոզյանին կապում է Հայաստանին, արդեն իր տունն էլ է այստեղ, եւ նրա պես շատ ներուժցիների համար Հայաստանը դարձել է մի վայր, որտեղ նրանք կարող են ապրել, ստեղծել եւ այստեղ զարգացնել իրենց գաղափարները։